Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ։ Վարչապետը մասնակցելու է Վաշինգտոնում կայանալիք խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր ուղարկել վարչապետ Փաշինյանին, առաջարկելով միանալ իր ստեղծած խաղաղության խորհրդին։ Դավոսում կայացած տնտեսական ֆորումի շրջանակներում 5 տասնյակից ավելի երկրների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի վարչապետը, ստորագրել էին խորհրդի կանոնադրությունը։ ԱՄՆ է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Արմենիա բժշկական կենտրոնի տարածքում ուժայիններն իրականացրել են հատուկ գործողություններ եւ բերման են ենթարկել աջափնյակի իրազեկության մասնակիցներին։ Դեպքի առիթով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության փորձի եւ զենք զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Արյունալի միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 16:00-ի սահմաններում աջափնյակ վարչական շրջանի բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ։ Ինքնաձիգներից արձակված բազմաթիվ կրակոցների հետևանքով 45-ամյա տղամարդը մահացել է, իսկ եւս 6 վիրավոր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Օրը ցերեկով հնչած կրակոցները լուրջ հարցեր են առաջացնում իրավապահ համակարգի գործողությունների արդյունավետության վերաբերյալ։ Դեռևս անհայտ պայմաններում ադրբեջանցիներ են եկել Ամասիա։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք հավանաբար ռուսերենով խոսում հայ բարեկների հետ։ Մյուս տեսանյութում էլ ադրբեջանցի տղամարդը դիմում է իր հայրենակիցներին, ասելով մեջբերում. Սնելներімizin gözündən baxırıq. Hamının gözündən baxırıq. Ողջույններ Ամասիայի հենց կենտրոնից, կարոտած նայում ենք մեր բնակավայրերին։ Գիտեմ, որ հիմա բոլորի սիրտն էլ այստեղ է։ Աստված տա ամեն ինչ լավանա, որ վերադառնանք մեր հայրական օջախները։ Ադրբեջանցին տեսանյութում նաև վերհիշում է Ամասիայի խորհրդային տարիների տեսքը, մատնանշելով, թե որտեղ են գտնվել Լենինի արձանը, քարե աղբյուրները, խանութն ու ռեստորանը։ Նա հույս է հայտնել, որ ով ցանկանա կկարողանա վերադառնալ։ 2 dənə burada daşdan bulaq var idi, parkın qabağında. Ինչպես է կոչվում այդ գումարը 4-5%։ Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացրել, կառավարությունից պահանջելով վերանայել ոլորտի կարգավորումն ու պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ շուրջ 100,000 վարորդ այսօր մնացել է բախտի քմահաճույքին, քանի որ պետական ոչ մի կառույց չի զբաղվում նրանց խնդիրներով։ Ըստ Երևանի ավականում Այր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Պեսրոպյանի, վարորդների հիմնական դժգոհությունն այն է, որ թեև իրենք պետտուրք են վճարում եւ ամսական 200,000 դրամից ավել ծախս են կատարում, սակայն պաշտոնապես չեն համարվում աշխատող։ Դերի պահանջը որ կա, ասում է ես վճարում եմ պետտուրք, համարվում եմ աշխատող պետության ներսում, 200,000 դրամից ավել էլ ես վաստակում եմ, բայց ես չեմ համարվում աշխատող։ Վաղը թոշակ չեմ ստանա։ Ես այսօր գնում եմ բանկ վարկ ստանալու, ասում է դու չես աշխատում, դու գործազուրկ ես օրինակի համար, բայց փաստացի ես մարդը գրանցված է, տուրք էլ վճարում է։ Այսինքն էսի պետության կողմից ռեկետ է, եթե ռեկետ չի պետություն, բա դու այս վարորդներին ինչ ես հետ տալիս։ Սրա դիմաց դու իրանց ինչ ես հետ տալիս։ Странное заявление, мне кажется, они малодопустимы. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարօրինակ եւ անթույլատրելի է որակել 3 օր առաջ Հայաստանի վարչապետի հայտարարությունները երկաթուղու կառավարման եւ կոնցեսիոն պայմանագրի հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Հարավկովկասյան երկաթուղին արդեն 20 տարի ապահովում է ոլորտի կայունությունը եւ իրականացնում է զգալի ներդրումներ, որոնք դեռևս չեն փոխհատուցվել։ Զախարովայի պնդմամբ ռուսական օպերատորը Հայաստանին չի զրկում մրցակցային առավելություններից, այլ ընդհակառակը ստեղծում է դրանք։ Նա նաև շեշտել է, որ Երևանում մեջբերում մոռացել են ընկերության ստեղծած բազմաթիվ աշխատատեղերի մասին։ Управление ЗАО Южно-Кавказская железная дорога уже более 20. Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի բարեկամության ցուցանիշը զգալիորեն նվազել է։ Նման եզրակացություն են արել Կապի զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբանները։ Ըստ նրանց, 2025 թվականին Երևանը սկսել է ակտիվորեն շարժվել դեպի արևմուտք, արագացնելով մերձեցումը ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Որպես վարկանիշի անկման հիմնական գործոններ, վերլուծաբանները մատնանշել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում Վաշինգտոնի դերակատարումը, հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները եւ վիզայի ռեժիմի ազատականացման քննարկումները։
Ararat, thank you for being here. Արմավիրի մարզի ընդհանուր իրավացության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանի, դատավոր Սիմա Աբովյանի եւ ԲԴԽ անդամ դատավոր Էդգար Հովհաննիսյանի որոշումների հետևանքով հոգեվոր կարգավիճակ չունեցող անձինք իրականացնելու են կրոնական ծեսեր, ինչը հոգեվոր դաշտում հավասարազոր է սրբապղծության, նման պնդում է արել Մայրաթորի փաստաբան Արհա Զոհրաբյանը։ Հենց այս դատավորներն էին որոշել, որ Խորանից այդպես էլ չիջած կարգալույց հոգեվորականները Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պետք է շարունակեն ծառայություն մատուցել եկեղեցիներում։ Փաստաբան Արհա Զոհրաբյանը խոստացել է դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մոտ ապագայում բարձրացնել։ Ըստ Axios պարբերականի Սպիտակ տունը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության։ Աղբյուրի պնդմամբ Ժնևում Իրանի արտգործնախարարի եւ Միացյալ Նահանգների բանագնացների վերջին հանդիպումը փաստացի ձախողվել է, չլուծելով միջուկային ծրագրի շուրջ սկզբունքային տարաձայնությունները։ ԱՄՆ-ն Թեհրանին տվել է ընդամենը 2 շաբաթ ժամանակ, որից հետո ռազմական բախման հավանականությունը գնահատվում է 90%։ Սպասվող գործողությունը կլինի ոչ թե կետային հարված, այլ շաբաթներ տևող ամերիկա-իսրայելական զանգվածային պատերազմ, ուղղված վարչակարգի տապալման։ Այդ նպատակով տարածաշրջանում արդեն կենտրոնացվել են ավիակիրներ, հարյուրավոր ժամանակակից կործանիչներ եւ ահռելի քանակությամբ սպառազինություն։ Իսրայելը կողմնակից է ծայրահեղ սցենարին եւ պահանջում է հարվածել Իրանի միջուկային ու ռազմական օբյեկտներին հաշված օրերի ընթացքում։ Այդուհանդերձ նման անկանխատեսելի առճակատումը կարող է Միացյալ Նահանգներին ներքաշել վերջին տասնամյակի ամենաաղետալի եւ վտանգավոր ռազմական արկածախնդրության մեջ։ Իրանն ու Ռուսաստանը շուտով կնախաձեռնեն հերթական համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Մարտավարական գործողությունները կծավալվեն Օմանի ծովում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, որ նպատակն առևտրային նավերի պաշտպանությունն ու ծովային ահաբեկչության դեմ պայքարն է։ Սակայն ըստ մասնագետների այս քայլով կողմերն իրականում փորձում են ամրապնդել իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանային ջրերում։ Նմանատիպ միջոցառումները հաճախ դիտվում են որպես ուժի ցուցադրություն։ Ռազմական գործողությունների համակարգման հիմնական կենտրոնը կլինի Իրանի հարավային Բանդար Abbas նավանգստային քաղաքը։ It's not sustainable on the Էմանուել Մակրոնը L'Express պարբերականի հետ զրույցում կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի արդյունավետությունը։ Նա Հյուսիսատլանտյան դաշինքը համեմատել է ողնաշարային գորտի հետ։ Ըստ Մակրոնի կազմակերպությունն ունի ողնաշար, սակայն զուրկ է գործող ուղեղից եւ գիտակցությունից։ Այս կերպ նախագահը վերակենդանացրել է դաշինքի ուղեղի մահվան մասին իր նախկին աղմկահարույց թեզը։ Ըստ Մակրոնի պատերազմի շոկը ստիպեց դաշինքին արթնանալ եւ գործել միայն մեխանիկական բնազդներով, սակայն այդ ակտիվությունը նախագահի համար զուրկ է ռազմավարական խորքային գիտակցությունից եւ ինքնուրույնությունից։ Նա հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի սեփական բանականությամբ եվրոպական անվտանգությունը կառավարելու կարողությունը։ Այսպիսով Մակրոնը շարունակում է պնդել, որ Եվրոպան պետք է դադարի հույսը դնել միայն դաշինքի ինստինկտների վրա։ We decided with Prime Minister Modi to have 30,000 by 2030. Կալիֆոռնիայի լեռներում անհետ կորած դահուկորդներից 8-ը հայտնաբերվել են մահացած։ Խմբի անդամներից 6-ը փրկվել են ձյան շերտի տակ հայտնվելուց շուրջ 11 ժամ անց։ Ինչպես փոխանցել են ամերիկյան լրատվամիջոցները, արշավորդները բարձրանալիս են եղել լեռներ, երբ սկսվել է սաստիկ ձնաբուք։ 15 հոգուց բաղկացած արշավորդների խումբը մնացել է ձնահոսքի տակ։ Նրանցից մեկը դեռևս մնում է անհետ կորած։ Նևադա շրջանի շերիֆ Շաննան Մյունը հայտնել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն արշավորդին ողջ հայտնաբերելու շանսեր կարելի է ասել չկան։